Բարև ձեզ սիրելի կշերքներ, սա ձեր աստղաբանական կանխատեսում 2026 կարմիր հրեղեն տարվա համար եւ տարին բավականին հակասական տարի է սպասում, հետաքրքիր տարի է լինելու։ Մի կողմից բախումներ են հավանական, բայց մյուս կողմից նոր ընկերական միջավայր, նոր հնարավորություններ, նոր ծանոթություններ։ Այնպես որ կշերքներ ամեն բան դեռ առջևում է, եթե ձեզ թվում է, որ կյանքը վերջացած է, սխալ կարծիք ունեք, սիրելի կշերքներ, իրականում ամեն բան դեռ նոր է սկսվում, որովհետև գիտեք, որ 26 թվականի ընթացքում 3 բարձրագույն մոլորակ փոխելու են իրենց դիրքավորումները եւ հատկապես Սատուրն ու Նեպտուն հենց տարվա սկզբից մուտք կգործեն Խոյ կենդանակերպ եւ ձեր 7-րդ աստղատունը։ Այնուհետև Ուրանը նույնպես կփոխի իր դիրքը եւ մուտք կգործի երկվորյակներ։ Եվ դա կազդարարի ձեր կյանքում աննկարագրելի, անբնութագրելի էական փոփոխություններ, հատկապես անձնական ոլորտում, միջավայրի ոլորտում, դեվ երկու բարձրագույն մոլորակները Սատուրնը եւ Նեպտունը հենց տարվա սկզբից մուտք կգործեն Խոյ եւ ձեր 7-րդ աստղատուն։ Նեպտունը 26 թվականի հունվարի 26-ին մուտք կգործի Խոյ եւ ձեր ուրեմն 7-րդ աստղատունը եւ 12 տարի շարունակ կմնա հենց Խոյ կենդանակերպ, իսկ 7-րդ տունը դա մեր միջավայրի տունն է, մեր շփումների տունն է, զուգընկերների, գործընկերների տունն է։ Այնպես որ միջավայրում սպասվում են էական փոփոխություններ, սիրելի կշերքներ, հնարավոր շատ հետաքրքիր անձինք մուտք գործեն ձեր կյանք, սակայն զգուշ եղեք, որովհետև հնարավոր է նաև Նեպտունը, քանի որ խաբեության, խաբկանքի իլյուզիաների մշուշի մոլորակ է, նաև հնարավոր է ձեր կյանք թափանցեն, այսպես ասած, ոչ այնքան բարեխիղճ մարդիկ, ստախոս մարդիկ եւ այլ արատավոր մարդիկ, Նեպտունը ցածր այդ վիբրացիաների վրա տալիս է նաեւ հոգեկան խանգարումներով մարդիկ կամ ինչ որ վատ սովորություններ ունեցող մարդիկ, հարբեցող, թմրամոլ եւ այլն եւ այլն, այսինքն պետք է շատ զգուշ լինեք նոր ծանոթությունների ժամանակ, նոր ինչ որ միջավայր մտնելով, որպեսզի չձգեք հանկարծ ու հանկարծ այդ բացասական մարդկանց։ Եվ նաև Նեպտուն եւ Սատուրնը 2 տարի շարունակ 26 թվից հետո Նեպտունը 12 տարի շարունակ դիմակայելու են ձեր արեգակին, սիրելի կշերքներ, այսինքն մեծ փոփոխություններ են դրանք առաջացնում, պես չի որ 1 տարի պտտվում է եւ դուրս են գալիս նշանից, Նեպտունը 12 տարի շարունակ եւ տարբեր զարգացումներ են հնարավոր, այնպես չի որ իմ նկարագրած զարգացում կարող է նաև սուրբ հանդիպեք, որովհետև Նեպտունը նաև բացարձակ սեր է, բացարձակ ինքնազոհողություն է, դա նույնպես հավանական է։ Կապված է նրանից, թե ձեր ներքին տրամադրվածությունից։ Եվ Սատուրնը, սիրելիներս, մինչև ես ասեմ, որ 38-ի մայիսի 22-ը Նեպտունը կմնա Խոյ կենդանակերպում եւ ձեր 7-րդ տանը, սիրելի կշերքներ։ 2026 թվականի փետրվարի 14-ին նաև Սատուրնը մուտք կգործի Խոյ եւ այնտեղ կմնա մինչև 28 թվականի ապրիլի 13-ը։ Ու սա ինչ է նշանակում, կրկին անգամ միջավայրի հետ կապված փորձություն է, քննություն եք տա, որտեղ Սատուրնը դա շատ պես խիստ քննություն վերցնող դասախոսի նման ստուգում է ինչքանով ձեր ապրած կյանքը, ձեր վերաբերմունքը միջավայրին համապատասխանում է ձեր կարմիկական ծրագրին եւ ձեր առաքելությանը այս կյանքում։ Շատ կարևոր է ճիշտ միջավայր ընտրել, ճիշտ փոխհարաբերությունների ֆորմատ ընտրել մարդկանց հետ, հնարավոր է շատ, եթե դուք աշխատում եք ասենք բիզնեսում եք զբաղված եւ դուք աշխատում եք հաճախորդների հետ, ապա շատ տարօրինակ եւ հետաքրքիր հաճախորդներ են հնարավոր այդ թվում, շատ հետաքրքիր ձևով կամ շատ հարուստ հաճախորդներ Նեպտունը նաեւ տալիս է մեծ հարստություն, բայց Սատուրնը ինչ որ
այստեղ այսպես դանդաղեցնելու է դրական բոլոր զարգացումները, քննության է ենթարկելու ձեզ, ինչքանով եք դուք անկեղծ միջավայր հետ, ինչքանով եք դուք նվիրված միջավայրին, ձեր զուգընկերոջը, գործընկերոջը, սա շատ կարևոր է գալիք տարվա ողջ գալիք տարվա ընթացքում Եվ նաև Սատուրնը կեղծավորություն չի տամ, այսինքն եթե ձեր հարաբերությունները արդեն իսկ քանդվում են, արդեն իսկ պրոբլեմների մեջ են, պրոբլեմների մեջ եք, արդեն իսկ խնդիրներ ունեք, ապա պետք է զգուշանաք, այսինքն հնարավոր է բաժանություն, բայց այնուամենայնիվ եթե դուք սիրում եք իսկապես անկեղծ, բայց բարդ են հարաբերությունները, Սատուրնը հնարավորություն կտա կրկին միանալու Հաջորդը դա Ուրանն է, որը կփոխի իր դիրքը ապրիլի 26-ին 2026 թվականի Ուրան, որը կանխատեսելի փոփոխություններ մոլորակ Ուրանը, մուտք կգործի երկվորյակներ եւ ձեր 9-րդ աստղատունը։ Հա այստեղ ճամփորդություններ եւ շրջագայություններ 7 տարի շարունակ ձեր մոտ մշտապես լինելու են այդ ճամփորդությունները, նոր ուսում, նոր, չգիտեմ, ամեն ինչը նորացվելու է, ձեր կյանքը ընդհանուր, նոր գաղափարախոսություն, այդ ամենը նորացվելու է Ուրանի մուտքով 9-րդ աստղատուն եւ 7 տարի շարունակ այնտեղ կմնա, իհարկե մեծ զարգացումներ, ճամփորդություններ, հաճախակի ավիո շրջագայություններ, այսինքն ինքնաթիռով ճամփորդություններ շատ հաճախակի են լինելու Եվ անդրադառնանք սիրելի բարեկամներ նաև այս տարվա խավարում, գալիք տարվա, արդեն ես 26 թվում եմ, գալիք տարվա խավարումների միջանցքին փետրվարի 17-ին 26 թվականի տեղի կունենա այս տարվա առաջին օղակաձև արևի խավարումը 28 աստիճան ջրհոսում եւ ձեր 5-րդ աստղատանը, որը նոր ստեղծագործություն է տալիս, նոր էներգիա կտա ձեզ, նոր ինչ-որ զարգացումներ սիրային ոլորտում, երեխաների հետ կապված, շատ դրական է այս խավարումը ձեզ համար, սիրելի կշերքներ։ Եվ երկրորդ խավարումը տարվա 2026 թվականի մարտի 3-ին տեղի կունենա լուսնի ամբողջական խավարում 12 աստիճան կույս կենթանակերպում եւ ձեր 12-րդ աստղատանը, ահա սա բարդ է, որովհետեւ 12-րդ աստղատունը գաղտնի թշնամիների տունն է, գաղտնի փորձությունների տունն է, գաղտնի բարդությունների տունն է եւ տալիս է ամեն տեսակի գաղտնի գաղտնի նաև հիվանդություն, նույնպես հիվանդությունների հետ կապված պետք է շատ զգուշ լինել։ Յուպիտերը գալիք տարվա հունիսի 30-ին, 26 թվականի հունիսի 30-ին Յուպիտերը մուտք կգործի Արյուծ եւ ձեր 11-րդ աստղատունը, ահա դա տալու է ձեզ երազանքների իրագործում։ Սիրելի կշերքներ, երազեք եւ կստանաք ամեն ինչ, բայց պետք է իմանալ եւ ճիշտ երազել։ Նաեւ սիրելի կշերքներ, մինչ իհարկե հունիսի 30-ը 26 թվականի Յուպիտերը գտնվելու է Խեցգետին կենթանակերպում եւ ձեր 10-րդ աստղատանը, որը իհարկե տալու է ձեր գործնական հաջողություններ, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր բիզնես, նոր սոցիալական կարգավիճակ, այնպես նույնպես շատ բարենպաստ է կշերքների համար Յուպիտերը Խեցգետին կենթանակերպում։ Իսկ 11-րդ տունը դա ուղղակի այսպես երջանկություն ձեր նաև չափահաս երեխաներին, հաջողություններ օնլայն բիզնեսում, շատ բարենպաստ է եւ այնտեղ առյուծում Յուպիտերը կմնա մինչեւ 2027 թվականի հուլիսի 26-ը Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը գալիք տարվա սիրելի կշերքներ հուլիսի 27-ին 26 թվականի վերընթաց լուսնային հանգույցը Ռախուն գտնվելու է մուտք է գործելու ջրհոս կենթանակերպ եւ ձեր 5-րդ աստղատուն, ձեր 5-րդ աստղատանը արդեն 2024 թվականի նոյեմբերից 20 տարի շարունակ հաստատվել է Պլուտոնը, նույնպես ձեր 5-րդ աստղատանը։ Այսինքն այս շրջանը շատ ինչ որ նոր սիրո, նոր ինչ որ ոգեշնչման, նոր զարգացումների, գործնական, անձնական, սիրային, երեխաների հետ կապված շրջան է լինելու։ Եվ հատկապես երբ որ նպատակային հանգույցը Ռախուն մուտք կգործի նաև ջրհոս, նույնպես շատ դուք այսպես կծաղկեք, ձեր սերը կծաղկի, ձեր հաճույքները, բիզնեսը, որը դուք սիրում եք զբաղվել այդ աշխատանքը, այդ ամենը ծաղկելու է։ Եվ մինչև տարվա վերջ իհարկե մնալու է 5-րդ տանը։
Դե Պլուտոնը 5-ից 7 աստիճան ջրհոսում է լինելու կրկին 5-րդ տանը, Պլուտոնը արմատական փոփոխություններ է բերում, թե սիրային ոլորտում, թե երեխաների հետ կապված ոլորտում, թե ստեղծագործության ոլորտում, թե բիզնեսի ոլորտում, ոսով էական փոփոխությունների շրջան է ձեր մոտ սկսվում, սիրելի կշերքներն, ու հիմա անցնենք ավելի այսպես թեթև մոլորակներին, արագաշարժ մոլորակների վերլուծության, իհարկե ավելի մանրամասն այդ բոլոր զարգացումների հետ կապված, սիրելի կշերքներ, ես կներկայացնեմ ամսական կանխատեսումների մեջ, նաև Facebook-յան լայվերում, մինչդեռ գրեք մեկնաբանություններում, արդյոք ցանկանում եք Facebook-յան լայվերը վերսկսեմ։ Մերկուրին կլինի կշերքում 26 թվականի սեպտեմբերի 10-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, եւ դա նոր ծանոթություններ, նոր շփումներ, նոր հնարավորություններ, նոր ֆինանսական հոսքեր, շատ բարենպաստ է, իսկ Վեներան, ձեր իսկ թաքուհին, իշխանուհին եւ ղեկավար Վեներան կշերքում է գտնվելու, բայց հետընթաց է լինելու, Վեներան մուտք է գործելու կշերք օգոստոսի 6-ից եւ այնուհետև բավականին երկար ժամանակ այսպես մնալու է մինչև տարվա վերջ կշերքում, սիրելի բարեկամներ։ Վեներան երբ կշերքում է, իհարկե շատ բարենպաստ ժամանակահատված է, ձեզ կընդգծվի ձեր սերը, ձեր անկրկնելի հմայքը, գեղեցկությունը, եթե սիրային ոլորտում ինչ-որ խնդիրներ ունեք, իհարկե Վեներան կգա կլրացնի, բայց ես ուզում եմ զգուշացնել, որ հետընթաց Վեներան իհարկե ուշացնելու այդ սիրային հաջողությունները, նաև ֆինանսական հաջողությունները, որովհետև Վեներան դառնում է ընթացքում սեպտեմբերին նա հետընթաց է շարժվելու եւ մինչեւ տարվա վերջ ինքը կմնա կշերքում։ Այնուամենայնիվ, չնայած իր հետընթաց շարժին, Վեներան ամեն տեսակ բարիքներ է բերում եւ ծաղկացնելու է կշերքներին։ Ինչ վերաբերվում է Մարս մոլորակին, Ինչ վերաբերվում է Մարս մոլորակին, Մարս մոլորակը շրջանցելու է կշերքներին այս տարի, որովհետև Մարսը, գիտեք, այնուամենայնիվ այդ բոլոր մոլորակներից այսպես հարաբերականորեն արագ շարժվող, նա դանդաղ է շարժվում եւ 2 տարին մեկ վերադառնում է իր նույն կետին, պես որ արդեն 27 թվականին Մարսը կլինի կշերքում, 27 թվականի սկզբից։ Անդրադառնանք նաև խավարումների միջանցքին, սիրելի կշերքներ, որովհետև 4 խավարում ենք ունենալու 26 թվականին, ամենաբարդ խավարումը 26 թվականի օգոստոսի 12-ին, դա լինելու է արևի ամբողջական խավարումը, Արյուծ կենդանակերպի 20-րդ աստիճանում եւ ձեր 11-րդ աստղատանը։ Պետք է սովորեք երազել, սիրելի կշերքներ, եւ ձեր բոլոր երազանքները կիրագործվեն, նոր զարգացումներ ձեր ամենանվիրական երազանքների իրագործման հետ կապված, անձնական ոլորտում, օնլայն բիզնեսում, եթե ունեք օնլայն բիզնես, նոր զարգացումներ ձեր այսպես չափահաս երեխաների հետ կապված, հնարավոր է ամուսնանան, կամ դուք հնարավոր է ինչ-որ շատ հեռանկարային անձնավորություն հանդիպեք։ 11-րդ տունը ամեն բարիքներ բերում է ձեր կյանք, այնպես որ նամանավանդ եւ Յուպիտերը նույնպես կանցնի մեծ երջանկության մոլորակը 11-րդ տնով, այնպես որ շատ բարենպաստ է։ Հաջորդ խավարումը 28-ին օգոստոսի 26 թվականի տեղի կունենա լուսնի մասնակի խավարում 4 աստիճան ձկներում եւ ձեր 6-րդ աստղատանը, այստեղ պետք է ուշադրություն դարձնեք առողջությանը, ձեր պարտականություններին, հնարավոր աշխատանքի ոլորտում որոշակի փոփոխություններ եւ պատասխանատվության ոլորտում։ Եվ ի վերջո, սիրելիներս, անդրադառնանք նաև Սև լուսնին։ Սև լուսինը, գիտեք, 25 թվականի դեկտեմբերի 20-ից մուտք է գործել Աղեղնաբուր եւ այն ձեր 3-րդ աստղատունը եւ այնտեղ կմնա մինչեւ սեպտեմբերի 14, 2026 թվականի։ 3-րդ տունը անկայունություն է ստեղծում ձեր շփումներում, ձեր միջավայրում, ձեր ճամփորդությունների հետ կապված, կարճ
ճանապարհներ ինչ որ շատ անկայուն են դառնալու, բարդանալու են, կամ բամբաստանքներ, այսինքն ինչ որ խոսակցություններ ձեր մեջքի հետ, որտեվ Սև լուսինը նաև երրորդում նաև կապված է դրա հետ, խնդիրներ քույրերի, եղբայրների հետ կապված եւ մոտակա միջավայրի հետ կապված, իսկան շրջապատի հետ, որի դուք անդադ շփվում եք, հարևանների հետ կապված նույնպես Սև լուսինը այնքան էլ բարենպաստ դիրք չէ, ուսման հետ կապված, նոր գիտելիքների յուրացման հետ կապված խնդիրներ, եւ սեպտեմբերի 14-ից 2026 թվականի Սև լուսինը մուտք կգործի Այծ եղջյուր եւ ձեր 4-րդ տուն, այսինքն այստեղ արդեն խնդիրները վերաբերվելու են ձեր տանը, ձեր ծնողների հետ կապված, ձեր, չգիտեմ, ընտանեկան ինչ-որ խնդիրներ, հնարավոր հիվանդություններ, հնարավոր անհաջողություններ, հնարավոր է թուղթուգի, որտև Սև լուսինը հենց այդ սև էներգետիկան է, որ գալիս է ձեզ կպնում է, այնտեղ թույլ օղակը գտնում է, այնտեղ էլ հենց սկսում է արմատավորվել, նու այսպիսի բարդություններ են, այնպես որ կշերկներին նույնպես պետք է պաշտպանություն թալիսմանի տեսքով, այս 9 քարերով մոգական թալիսման անպայման պատվիրեք եւ գալիք տարվա ընթացքում կունենաք 9 տեսակի հաջողություն, սիրելի կշերկներ, այս կանխատեսումները, սիրելի բարեկամներ, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք նայել ոչ միայն ձեր արեգակնային նշանի համար, այլ նաեւ ասցենդենտի նշանի համար, թե գիտեք, իհարկե ձեր ասցենդենտի ծագող նշանի ժամադետակի նշանը, նաև լուսնի համար, եթե գիտեք ձեր անհատական հորոսկոպում որտեղ է գտնվում լուսինը, եթե չգիտեք, իհարկե համեցեք խորհրդատվության, այսքան է սիրելի կշերկներ, ես ձեզ ցանկանում եմ ֆանտաստիկ 2026 թվական, թող ձեր բոլոր երազանքները իրագործվեն, դուք հասնեք ձեր բոլոր նպատակներին, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի թիմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, հետևեք ինձ նաև Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, կհանդիպենք ստեսություն։